Շնորհակալություն բոլորին, եկեք նկարենք։ Ալեն Սիմոնյանին թիմակիցները ջերմ գրկեցին, հոտնկայց ծափահարեցին, խմբակային լուսանկարվեցին ու հրաժեշտ տվեցին։ Ռուբինյան-Սիմոնյան էստաֆետի հանձնում էլ էմոցիոնալ էր։ Այս տեսարանին սակայն անհաղորդ էր Սիմոնյանի հետ կոնֆլիկտ ունեցող Հայկ Սարգսյանը, չծափահարեց, բայց խմբակային լուսանկարիչ չհրաժարվեց։ Երեք Սիմոնյանն արդեն խորհրդարանի աշխատակազմի անդամներին հրաժեշտ էր տվել, իսկ նրանցից քանիսը կշարունակեն աշխատել, դեռ պարզ չէ։ Մամուլի տեղեկություններով Ալեն Սիմոնյանի կադրերն արդեն ճամպրուկներն են հավաքել։ Լսել եմ, որ Ռուբինյանն իր հետ իր կադրերին է բերում։ Այսօր ապագա ազգային ժողովի նախագահ հստակ չասաց կադրային ջարդ կլինի, թե ոչ։ Պատեհ չեմ համարում դրա մասին խոսել։ Ռուբինյանը նաև անդրադարձավ այս օրերին իր թեկնածության շուրջ ամենամեծ աղմուկ ստեղծած թեմային։ Արդյոք նրա նշանակման գործում Թուրքիան դերակատարում ունեցել է։ Որովհետև ես ստացել եմ շնորհավորանքներ օրինակ Ռուսաստանից եւ այլ տեղերից։ Իմ գործընկերը ինձ գրել շնորհավորել է եւ կամ ասենք, չէ, գրել է ինձ, կամ ասենք ընտրությունների գիշերը Վրաստանի վարչապետը շնորհավորեց վարչապետ Փաշինյանին։ Ինչ Վրաստանի վարչապետի հրահանգով է վարչապետ Փաշինյանը հաղթել ընտրությունները։ Նկատի ունեմ այդ ապուշությունները իհարկե կարելի է ասել, բայց դրանք պիտի հիմք ունենան։ Հաշվի առնելով վերջին օրերին ընդդիմադիրների կողմից այս թեմայի ակտիվ շրջանառումը, Ռուբինյանին դեռ շատ են խորհրդարանում հիշեցնելու այս մասին, իսկ նա խոստանում է, ինչպես ինքն է ասում, դաստիարակել։ Ես կդաստիարակեմ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի փոքրիկին։ Ըստ էության քաղաքացիական պայմանագիրը ձևավորեց ազգային ժողովի ապագա ղեկավար կազմը։ Խոսնակ Ռուբեն Ռուբինյան, փոխխոսնակներ Վահագն Ալեքսանյան, Հայկ Կոնջորյան, քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան։ Սակայն շարունակում է անորոշ մնալ Ալեն Սիմոնյանի ճակատագիրը։ Երեք նրա եւ Փաշինյանի ճեպազրույցներից կարելի է ենթադրել, որ Սիմոնյանին ոչինչ չի առաջարկվել, իսկ մանդատ վերջինս չի ցանկանում վերցնել։ Սիմոնյանը հայտարարեց, թե ցանկանում է մի քիչ հանգստանալ եւ կարգավորել անձնական կյանքը, իսկ Փաշինյանի համար Սիմոնյանի падգամավորի մանդատից հրաժարվելը նորություն է, ու նա չի մտածել ուրիշ ինչ պաշտոն առաջարկել ազգային ժողովի հեռացող նախագահին։ Բայց որևէ առաջարկ օրինակ ունեք, մտածում եք որտեղ կարող եք նրան տեսնել։ Ես էլ եմ ասում, ես այդ իրադրությանը պատրաստված չեմ եղել։ Եթե ես հիմա առաջարկ ունենայի, կնշանակի, որ ես այն գլխից պատրաստվել եմ, պլանավորել եմ։ Մտածում եք, որ վերընտրվելու է վերցնի մանդատը, մտածում եք։ Ես ոչ մի բան չի մտածում։ Այսինքն իրադրությունը ինձ համար նոր է եւ հետեւաբար ես նոր պետք է իմ դիրքորոշումը ձևավորեմ։ Ու թեև Փաշինյանը որևէ առաջարկ չունի, Սիմոնյանը կարկուտին ինքը քաղաքացի է եւ այն տներում, որտեղ ինքն ամսական երեխա կա։ Անձրևին թեձյան Փաշինյանին խոստանում է, երբ հետ նայի, իրեն կտեսնի։ Ես միշտ լինելու եմ Նիկոլ Փաշինյանի կողքին, կես քայլ հետ, այն պահին, երբ որ իրան պետք լինեմ, ինքը շուռ կգա, ինձ կտեսնի։ Առաջիկայում իշխող ուժը կընտրի խմբակցության քարտուղարին, հետո հանձնաժողովների ապագա ղեկավարներին։ Հանձնաժողովներից իշխանությունն ունի իրավասություն առաջինը ընտրել երկուսը։ Սովորաբար դա լինում է պաշտպանության, անվտանգության հարցերի ու պետիրավական հարցերի հանձնաժողովները։ Այս հանձնաժողովների ղեկավարների հարցում թիմում դեռ լռում են, իսկ մամուլը որոշ անուններ է շրջանառում։ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը կվստահվի քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ Արմեն Խաչատրյանին։ Գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր խուսափեց հստակ պատասխանել, ինքը նորից կառաջադրվի այդ պաշտոնում, թե ոչ։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու է այդ առաջարկը։